Հնդկաստանում հայերի ներկայության մասին տեղեկությունները թվագրվում են 4-ից 5-րդ դարեր։ Կազմակերպված առաջին հայ համայնքները գործել են 15-ից 16-րդ դարերից։ 17-ից 18-րդ դարերում, երբ բազմաթիվ պարսկահայեր բնակություն են հաստատել Հնդկաստանի շուրջ 20 քաղաքներում, հայության թիվը այստեղ անցել է 40,000-ը։ Գաղթօջախում աննախընթաց զարգացում են ապրել հայոց լեզուն, գիրն ու գրականությունը, մշակույթը։ Երբեմնի ծաղկուն գաղութի մասին են վկայում Հնդկաստանի տարածքում կառուցված եկեղեցիները, աղոթատների շուրջ պահպանված տապանաքարերն ու հուշագրությունները։ Այսօր քիչ թե շատ հայաշունչ է Կալկաթա քաղաքը, հայկական 3 եկեղեցիներով, 204-ամյա մարդասիրական ճեմարանով եւ փոքրաթիվ հայությամբ։ Հնդկաստանում ապրող հայերն աչքի են ընկել գործարարությամբ եւ բարեսիրական ձեռնարկներով։ Կառուցել են հայկական եկեղեցիներ, կրթարաններ, նվիրատվություններ են կատարել նաև կարիքավոր հնդիկների կրթական սոցիալական ծրագրերի համար։ Թեև այսօր Հնդկաստանում ապրող հայերը սակավաթիվ են, սակայն եկեղեցական խորհուրդը նվիրատվություններով շարունակում է իր նպաստը բերել երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներին։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի առաջին հայրապետական այցը Հնդկաստան 2008 թվականին է եղել։ Այդ տարիներին նորին սրբության հետևողական ջանքերով վերակազմավորվել է եկեղեցական վարչությունը, որն էլ ձեռնամուխ է եղել եկեղեցիների եկեղեցական կառույցների, հայկական գերեզմանատների, դրանց շրջակա տարածքների բարեկարգմանը։ Գրեթե ամեն տարի հայոց կաթողիկոսն այցելում է Հնդկաստան եւ անձամբ հետամուտ լինում եկեղեցիների եւ եկեղեցապատկան կառույցների շուրջ տարվող աշխատանքներին, եկեղեցական վարչության նախաձեռնություններին։ Այդ աշխատանքներում մեծ ներդրում ունեն Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամներ Տիկին Սյուզան Ռուբենը եւ Տիար Սունիլ Սոպթին։ I've been with the church as a committee member for the last 28 years. 28 տարի է եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, բոլորին ճանաչում եմ։ Մեր աշխատանքի էությունն է խնամել եկեղեցիները, հուշարձանները եւ մյուս կառույցները, հետևել մաքրությանը։ Ժամանակ առ ժամանակ նորոգության հարցեր են առաջանում, քանի որ կառույցները շատ հին են։ Հաճախ են խոնավանում եւ ամեն 2-3 տարին մեկ կարիք է լինում վերականգնել։ Մենք երջանիկ ենք, որ հնարավորություն ունենք պահպանել մեր եկեղեցիները եւ ստեղծել լավագույն պայմաններ։ Ուրախ ենք, որ հայրապետը այցելում է, տեսնում այդ ամենը, հանդիպում մեզ հետ, ճեմարանականների եւ մանկավարժների հետ։ Երջանիկ ենք նրա ներկայության համար։ Կցանկանայինք, որ ավելի հաճախ այցելեր Հնդկաստան։ Մի քանի եկեղեցիներ այցելեցինք, որոնք մոդիկ են փախտադապար, գիտեք դարադությունները մեծ են։ Եկեղեցիների վիճակը փարվող է, հոգ դարվում է, որ կամ ոյ մի հաստատություն որ ունենք, որ լավ վիճակում բահբանվեն, սակայն դժբախտաբար հայություն չկա։ Այսինքն եկեղեցին կա, հովադուն կա, մարդիկ որ այնտեղ ժամանակին ծառայել են, թաղվել են այնտեղ, ապրել են այնտեղ, թաղվել են այնտեղ, բայց նոր մարդ չկա, եկող չկա։ Հնդկաստանի առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 1547 թվականին Մադրասում Սուրբ Թովմայի բլրի վրա։ Հետագայում 1712-ին Մադրասում կառուցվել է նաև Սուրբ Աստվածածինը, որը ծայրագույն արևելքի ամենահին հայկական եկեղեցիներից է։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում հայկական կոչվող փողոցում։ Եկեղեցու տարածքում նշանավոր հայորդիների բազում շիրիմներ կան։ Այստեղ է նաև հայ առաջին պարբերականի, ազդարարի խմբագիր եւ հրատարակիչ Հարություն Քահանա Շմավոնյանի գերեզմանը։ Չինսուրայի 17-րդ դարում կառուցված Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցին Հնդկաստանի Բենգալյան նահանգի հնագույն եկեղեցիներից է։ Անբասիր ճերմակությամբ աչքի ընկնող սրբավայրը շրջապատված է դրախտային գեղեցկությամբ այգով։ Եկեղեցի տանող սալահատակին շիրմաքարեր են, որոնց վրա պահպանված արձանագրությունները հետաքրքիր աղբյուր են պատմական ուսումնասիրությունների համար։ Հետագայում, երբ հիմնվել է Կալկաթան, հայերը այլ քաղաքներից աստիճանաբար տեղափոխվել եւ հաստատվել են այստեղ։ Կալկաթայում հայկական 3 սրբավայր կա։ Հայրապետական պատվիրակությունը մեկ շաբաթյա այցի ընթացքում եղավ բոլոր եկեղեցիներում աղոթքով եւ խոնարհումով։ Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցին այսօր միակ աղոթատունն է ամբողջ Հնդկաստանում, ուր պարբերաբար Սուրբ Պատարագ է մատուցվում։ Այժմ նորոգման ընթացքի մեջ է։ Եկեղեցու մուտքի մոտ փակցված հուշաքարը արձանագրություն է բացառիկ հայորդու Խաչիկ Պողոս Չեյթրի անհաշիվ բարեգործությունների մասին։ Նա ժամանակին մեծ հեղինակություն է վայելել Հնդկաստանում։ Հետագայում իր ունեցվածքը կտակել է հնդկահայ համայնքին։
Դրա շնորհիվ ստեղծվել է հիմնադրամ, որից մինչ օրս միջոցներ են հատկացվում հայկական եկեղեցիների, եկեղեցական կառույցների, մարդասիրական ճեմարանի գործունեության, պահպանման եւ նորոգման համար։ Հայ իրականության, հայ մտքի եւ հայ մշակույթից հերու այդ վայրում ունենալ, ստեղծել, կառուցել վկայություններ, աստծոտուն, մշակութային կոթողներ եւ 200-ից ավել, այսպես ասած, նյութական արժեքներ, սա կնշանակի, որ իրապես հողը պարարտ էր, մարդիկ բարի էին եւ կարողացել են մեր հայերը, մեր նախնիները իրենց հետ ընդհանուր լեզու գտնել եւ մշակույթի ասպարեզում եւ առևտրի His Holiness's visit to India. Նորին սրբության այցը Հնդկաստան, Կալկաթա մեծ կարևորություն ունի մեզ համար։ Մեզ համար պատիվ է եւ երջանկություն հյուրընկալել նրան այստեղ, միասին այցելել համայնքային կառույցներ, եկեղեցիներ, լսել նրա տեսլականները, որով պայմանավորված են հետագայում մեր անելիքները, լսել եւ իրագործել նրա ուղղորդող գաղափարները։ Forward for what all we are supposed to do. Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հատուկ հոգացության ներքո է կրթական ոլորտը։ Հայրապետն անձամբ է հետևում մարդասիրական ճեմարանի զարգացումներին եւ ձեռքբերումներին։ Նրա տնօրինությամբ աշակերտները որակյալ կրթություն են ստանում եւ ապահովված են կեցության բարվոք պայմաններով։ Այս պահին վերակառուցման ընթացքում է Դավիթյան օրիորդաց վարժարանի կացարանային մասնաշենքը, որը մի քանի ամսից կհանձնվի շահագործման։ Ընթացքի մեջ է կրթական մեկ այլ նախաձեռնություն եւս, որը հնարավորություն կտա համալսարանական շրջանավարտներին մեկամյա վերապատրաստման շրջան անցնել առավել խորությամբ մասնագիտանալ նախընտրած ոլորտում՝ առողջապահական, լեզվական, տեխնոլոգիական եւ այլն։ Վեհափար Հայրապետի վերջին այցը Հնդկաստան սկսվեց նոյեմբերի 8-ին։ Պատվիրակության կազմում էին Վրթանեզ եպիսկոպոս Աբրահամյանը, Հայկազուն arczepiskopos Նաջարյանը, Գրիգոր Աբեղամինասյանը։ Մեկ շաբաթ անց ամենայն հայոց հայրապետը վերադարձավ Մայրաթոր Սուրբ Էջմիածին։